Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Հանրային կապերի տեղեկատվական կենտրոնը նախաձեռնել էր քննարկում նվիրված հիբրիդային հարձակումներին եւ դրանց դեմ կառավարության կողմից իրականացվող քայլերին։ Զեկույցով հանդես է եկել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Տնտեսական աճի ապահովումից մինչև կենսաթոշակների բարձրացում, ենթակառուցվածքների զարգացում եւ նոր ծրագրերի մեկնարկ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանրությանը ներկայացնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի եզրափակիչ հատվածը, ընդգծելով առաջիկա տարիների հիմնական նպատակները։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Թբիլիսիում է։ Այսօր Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նրա դիմավորման հանդիսավոր արարողությունը, որից հետո կայացել է նրա եւ Վրաստանի պաշտպանության նախարարի առանձնազրույցը, ինչ են քննարկել նախարարները։ Հայաստանը սահմանել է հավակնոտ կլիմայական նպատակներ եւ արդեն բախվում է կլիմայի փոփոխության ծանր հետևանքներին, հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում, նաեւ խոսել ջերմաստիճանի բարձրացման, ջրային ռեսուրսների սակավացման եւ կենսաբազմազանության կորստի մասին։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարի ռեժիմը կպահպանվի, եթե հրադադար լինի Իսրայելի եւ Լիբանանի միջև։ Դա այն պայմաններից մեկն է, որոնք առաջադրել է Իրանը, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։ Օրվա միջազգային անցուդարձը։ Երևանը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին կառույցի արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցելու Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում ապատեղեկատվության, կիբերհարձակումների եւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին։ Առաքելությունը նախնական կգործի 2 տարի ժամկետով եւ իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը։ Հանրային կապերի տեղեկատվական կենտրոնը նախաձեռնել էր քննարկում նվիրված հիբրիդային հարձակումներին եւ դրանց դեմ կառավարության կողմից իրականացվող քայլերին։ Քննարկման ընթացքում ներկայացվել են նաեւ ուսումնասիրությունների արդյունքները եւ նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։ Զեկույցով հանդես է եկել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հանրային կապերի տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց կլոր սեղան քննարկում հիբրիդային հարձակումների եւ դրանց նկատմամբ վերահսկողական գործիքակազմերի կիրառման վերաբերյալ թեմայով։ Հանդիպան մեկնարկին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրեց կառավարության իրականացրած ուսումնասիրություններն ու քայլերը ուղղված ապատեղեկատվական արշավների դեմ պայքարին։ Բաղդասարյանը նշեց, որ ներկայում հիբրիդային պատերազմների պայմաններում կառավարությունը չի կարող միայնակ արդյունավետ գործել եւ կարևորեց բոլոր շահագրգիռ կողմերի, մեդիահարթակների, փաստերի ստուգմամբ զբաղվող անկախ կազմակերպությունների եւ այլ կառույցների գործակցությունը։ Մեր պատրաստակամությունն ու հանձնառությունն եմ ուզում ընդգծել, որ ցանկացած հարցում եւ ցանկացած ձևաչափով պատրաստ ենք շարունակական համագործակցության։ Նրա խոսքով տեղեկատվական արտաքին միջամտությունները նոր երևույթ չեն։ Հայաստանը դրանց բախվել է դեռևս 2021 թվականին, սակայն նախընտրական շրջաններում նման արշավներն ավելի ակտիվանում են, ինչը բնորոշ է աշխարհի բոլոր երկրներին։ Եթե նախորդ 11 ամիսների ընթացքում տեղեկատվական կենտրոնը գրանցել էր ապատեղեկատվության 72 դեպք, ապա ընթացիկ տարվա մարտի 15-ից ապրիլի 15 նկատժամանակահատվածում դրանց թիվն աճել է եւս 42-ով։ Եթե նախորդող ժամանակահատվածում կեղծ լուրերը ակնհայտ աբսուրդի ժանրից էին, հիմա նարատիվները, ինչպես նշեցի, որոշակիորեն իրական փաստերի վրա են հենվում եւ շատ ակտիվ օգտագործվում է արհեստական բանականությունը։ Սա է պատճառը, որ մենք կանխատեսում ենք եւ առավել եւս կանխորոշում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում արհեստական բանականության միջոցով ստեղծված որոշակի փաստաթղթերի, այսպես կոչված շակերտավոր արտահոս կլինեն նաեւ որոշակի գործողություններ, որոնք կնմանվեն իրականության, այսինքն արհեստական բանականության կողմից ստեղծված ձայն
վիդեո կոնտենտ, որը շատ նման կլինի իրական պատկերների։ Բաղդասարյանը հավելեց, որ ներկայում ապատեգատվական նյութերի տարածումը կազմում է օրական մոտ 3-ից 4 դեպք։ Այդպիսի նյութերը հիմնականում թիրախավորվում են խոցելի խմբերին եւ տարածվում են քիչ հայտնի կամ անհայտ կայքերի միջոցով, որոնք ստեղծվել են հենց նման արշավների համար։ Պետք է արձանագրեմ, որ լեզուն բնավ կապ չունի։ Ապատեղեկատվությունը տարածվում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, այսինքն լեզուն կամ դոմեյնի գրանցման հասցեն այժմ են պայմաններում բնավ կապ չունի, թե որ երկրում գրանցված կլինի։ Հիմնադրամ կա անարդարության դեմ պայքարի, որի աղբյուրները, որոնք նաև բաց աղբյուրներում, նաև մեր գործընկերների հետաքննական լրագրության արդյունքում ֆիքսել ենք, թե ինչպիսի աֆիլիացում ունի, մասնավորապես բաց աղբյուրներում դուք կհանդիպեք, որ աֆիլիացվում է Պրիգոժինի հիմնադրամի հետ։ Այս հիմնադրամի կողմից բավականին ինտենսիվ տարածվող տեղեկատվություն կա, հիմնականում թիրախավորում են այս դեպքում վարչապետի ընտանիքը եւ ընտանիքի անդամների։ Հանդիպման ընթացքում հանրային կապերի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գործ Արուկյանը ներկայացրեց կենտրոնի ստեղծած Ստուգել AM նոր հարթակը։ Այն տեխնոլոգիական գործիքների միջոցով հնարավորություն է տալիս ստուգել տեղեկատվության իսկությունը։ Ծառուկյանը նշեց, որ հարթակը կիրառում է մի շարք գործիքակազմեր, վերլուծելով ինչպես տեքստային բովանդակությունը, այնպես էլ տեսանյութերն ու լուսանկարները, պարզելու դրանց իսկական կամ կեղծ լինելը։ Վիդեոների եւ նկարների դեպքում կարծում եմ ակնհայտ է ամեն ինչ, դա ընդհանրապես այսպես ասած մեքենայական հաշվողական տեխնոլոգիաների միջոցով է իրականացվում։ Այնպես ինչպես հնարավոր է AI գործիքներով գեներացնել լուսանկար եւ տեսանյութ, այնպես էլ նույն մեքենայական հաշվողական տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վերիֆիկացնել, նույնականացնել արդյոք այդ նկարը կամ տեսանյութը իրական են թե ոչ։ Եվ այստեղ կան տարբեր լուծումներ, արդիական լուծումները դրանք հենց ճանաչողական, այսպես ասած, սենսորների զարգացումն է եւ մշտական թարմացումն է, որոնք հնարավորություն են տալիս նոր տեխնոլոգիաներով եւ ավելի նոր գեներատորներով ստեղծված մեդիա կոնտենտը վերիֆիկացնել։ Նա նաև ընդգծեց, որ այն օգտատերերը, որոնք չեն գրանցվի Ստուգել AM հարթակում, կկարողանան օգտվել գործիքներից օրական մինչև 3 անգամ, իսկ հարթակում գրանցված օգտատերերը կունենան կրկնակի ավելի շատ օգտագործման հնարավորություն։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանրությանը ներկայացնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի եզրափակիչ հատվածը, ընդգծելով առաջիկա տարիների հիմնական նպատակները։ Տնտեսական աճի ապահովումից մինչև կենսաթոշակների բարձրացում, ենթակառուցվածքների զարգացում եւ նոր ծրագրերի մեկնարկ։ Կառավարությունը ձևավորում է 2026-ից 31 թվականների զարգացման իր տեսլականը։ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի եզրափակիչ դրույթները մանրամասնել է այն հիմնական ուղղությունները, որոնք նախատեսվում է իրականացնել 2026-ից 31 թվականներին խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու դեպքում։ Տնտեսական արդյունքների մասին խոսելիս վարչապետը նշել է, որ խոստացված 7% տնտեսական աճը ոչ միայն ապահովվել է, այլև գերազանցվել, հասնելով 7.6%-ի։ Ըստ նրա ծրագրում ներառված միջոցառումները մեկ ամբողջական ռազմավարություն են, որը միտված է Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխմանը։ Մեր տնտեսությունը կիսով չափ 2018 թվականից ի վեր մեծացել է։ Ընդ որում սա իրական աճի մասին է, կա անվանական աճ, որի մեջ հաշվում է նաեւ գնաճի տրամաբանությունը, գնաճի հաշվարկը, բայց դա պարզ է գնաճը իրական աճ չի համարվում եւ մենք խոսում ենք իրական աճի մասին։ Հաջորդ կետը մեր արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% ավելացում ներկայիս 3.3 տրիլիոն դրամից հասնելով մինչև 5 տրիլիոն դրամի։ Սոցիալական քաղաքականության առանցքային թեմաներից մեկը կենսաթոշակային համակարգն է։ Փաշինյանի խոսքով ներկայում Հայաստանում միջին կենսաթոշակն արդեն գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, ինչը նա բնորոշել է որպես պատմական փոփոխություն։ Կառավարությունը նախատեսում է 2028-ից սկսել կենսաթոշակների ինդեքսավորում, ապահովելով, որ դրանք այլևս երբեք չլինեն սպառողական զամբյուղից ցածր։ Նա նաև անդրադարձել է քննարկումների առիթ դարձած հայտարարությանը, նշելով, որ կենսաթոշակների ավելացումը եւ որոշ ծախսերի կրճատումը շատ դեպքերում հնարավորություն են տալիս նույնիսկ ճամփորդել։ 150,000 մարդ այս տրամաբանության մեջ գտնվող այսօր Հայաստանում կա, ելի եմ ասում, որ նախկինում 30-40-50,000 դրամ ծախսում էր դեղերի վրա, հիմա առողջության ապահովագրությունը մասամբ կամ ամբողջությամբ այդ ծախսերը հոգում է
եւ այսօր Հայաստանում կարելի է 2-3-5 եվրոյով ավիատոմս գնել։ Տնտեսական եւ ենթակառուցվածքային ծրագրերում առանձնահատուկ տեղ ունի նաեւ թրիփ ներդրումային նախագիծը, որի շրջանակում ըստ վարչապետի արդեն 2026 թվականին կսկսվեն գործնական աշխատանքները։ Նախագիծը նախատեսվում է նոր աշխատատեղերի ստեղծում եւ կարևոր ենթակառուցվածքների զարգացում, այդ թվում երկաթուղային գծերի վերակառուցում Գյումրիից մինչեւ Թուրքիայի սահման եւ Երազղից դեպի Նախիջևան։ Մենք նույնպես սա շատ արագ 1-1.5 տարվա ընթացքում կանենք։ Տրանսպորտային ոլորտում եւս լայնածավալ փոփոխություններ են նախատեսվում։ Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել 200 նոր էլեկտրական ավտոբուս եւ 71 տրոլեյբուս, նաեւ կառուցել նոր կամուրջներ եւ էստակադներ։ Բացի այդ, նպատակ է դրվել ստեղծել միասնական տրանսպորտային ցանց ամբողջ երկրում, ապահովելով կանոնավոր կապ մարզերի եւ մայրաքաղաքի միջև։ Սա մեր մարզերի ցավոտ խնդիրներից մեկն այն է, որ բազմաթիվ բնակավայրեր կանոնավոր ուղևորափոխադրման համակարգեր չունեն եւ մենք այս տրանսպորտային ցանցերի ներդրման միջոցով պետք է այդ խնդիրը լուծենք։ Հիմա որոշ տեղերում ինչ որ չափով ներդրված է, բայց մենք այս process-ը պետք է շարունակենք, որպեսզի մեր բոլոր բնակավայրերը ունենան կանոնավոր տրանսպորտային չվացուցակներ մարզկենտրոնի հետ եւ նաեւ բնականաբար Երևանի հետ։ Վարչապետը խոսել է նաեւ Սյունիքի տարածաշրջանի զարգացման մասին, ընդգծելով Կապանի Սյունիք օդանավակայանի միջազգային կարգավիճակ ստանալու հնարավորությունը։ Նրա գնահատմամբ օդանավակայանն ունի բավարար ներուժ միջազգային թռիչքներ իրականացնելու համար։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ Սյունիք օդանավակայանը նաև միջազգային թռիչքներ իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի։ Մշակութային կյանքի ակտիվացման նպատակով ծրագրում ներառված է եւս մեկ հետաքրքիր նախաձեռնություն։ Նախատեսվում է, որ Հայաստանում տարեկան առնվազն 2 համաշխարհային աստղի համերգ կանցկացվի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերություններում որոշ առաջընթաց է գրանցվել։ Ալիևը Լատվիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են ավելի նորմալ միջավայրի ձևավորմանը։ Նրա խոսքով Սպիտակ տանը համատեղ հայտարարության ստորագրումից հետո արձանագրվել են մի շարք դրական զարգացումներ, մասնավորապես նշվել է, որ արդեն իրականացվում է առևտուր եւ հատկապես Ադրբեջանից Հայաստան սկսել է վառելիքի արտահանումը։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ մեդիայի միջև նույնպես տեղի են ունենում փոխադարձ այցելություններ եւ հանդիպումներ, որոնք ըստ նրա նպաստում են հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Թբիլիսիում է, այսօր Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նրա դիմավորման հանդիսավոր արարողությունը զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը։ Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է նրա եւ Վրաստանի պաշտպանության նախարարի առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ գործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը առնչվող տարբեր հարցերի։ Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանը սահմանել է հավակնոտ կլիմայական նպատակներ եւ արդեն բախվում է կլիմայի փոփոխության ծանր հետևանքներին։ Նախագահը խոսել է ջերմաստիճանի բարձրացման, ջրային ռեսուրսների սակավացման եւ կենսաբազմազանության կորստի մասին, շեշտելով միջազգային գործակցության կարեւորությունը։ Ղազախստան այցի ընթացքում Խաչատուրյանը հանդիպել է նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները։
Հայաստանը սահմանել է հավակնոտ նպատակներ մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար։ Այս մասին Աստանայում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի կայունապագայի ընդհանուր տեսլական խորագրով տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը որպես դեպի ծով ելք չունեցող, զարգացող եւ լեռնային երկիր արդեն զգում է կլիմայի փոփոխության ծանր հետևանքները՝ ջերմաստիճանի բարձրացումից մինչև ջրհեղեղներ, ջերմային ալիքներ եւ ջրային ռեսուրսների սակավացում։ Խաչատուրյանը նշել է, որ հատկապես գյուղական համայնքներում քաղցրահամ ջրի հասանելիությունը գնալով ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում, ինչը սպառնում է թե գյուղատնտեսությանը, թե բնակչության բարեկեցությանը։ Լինելով դեպի ծով ելք չունեցող, զարգացող եւ լեռնային երկիր, Հայաստանը արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքներին։ Այն դեպքում, երբ համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումներին մեր ներդրումը կազմում է ընդամենը մոտ 0.02%։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 1 աստիճան Ցելսիուսով։ Խաչատուրյանը ողջունել է Ղազախստանի նախաձեռնությունը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման շուրջ միջազգային խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ եւ հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել այդ գործընթացներին։ Նա նաեւ շեշտել է, որ միջազգային գործակցությունը, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը եւ տեխնոլոգիաների փոխանակումը մնում են առանցքային փոխկապակցված բնապահպանական խնդիրներին դիմակայելու համար։ Տեղումների նվազումը եւ սառցադաշտերի նահանջը նպաստում են ջրային ռեսուրսների սակավությանը։ Քաղցրահամ ջրի հասանելիությունը գնալով ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում, հատկապես գյուղական համայնքներում։ Ջրի սակավությունը սպառնում է խոցելի լեռնային էկոհամակարգերին, ազդում գյուղատնտեսության վրա եւ ընդհանուր առմամբ մեր բնակչության բարեկեցության վրա։ Հայաստանն ակտիվորեն կմասնակցի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով գործակցությունն ուժեղացնելու շուրջ քննարկումներին։ Ելույթում նախագահն անդրադարձել է նաև կենսաբազմազանության պահպանությանը, նշելով, որ ջերմաստիճանի բարձրացումը կենսաբազմազանության կորստի հիմնական գործոններից է։ Նա հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը կհյուրընկալի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նիստը։ Հայաստանը ստանձնում է այս պարտավորությունները լիովին գիտակցելով իր ազգային հնարավորությունները եւ միջազգային գործակցության կարեւորությունը։ Ջերմաստիճանի բարձրացումը կենսաբազմազանության կորստի հիմնական գործոններից է, ազդելով եզակի էկոհամակարգերի եւ էնդեմիկ տեսակների վրա։ Այս տարի Հայաստանը կհյուրընկալի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նիստը։ Հայաստանը անհամբերությամբ սպասում է այս տարվա հոկտեմբերին Երևանում ձեզ բոլորիդ ընդունելուն։ Աստանայում աշխատանքային այցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հանդիպել է նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնիի հետ։ Կողմերը նշել են, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով, սակայն առկա ներուժը դեռ ամբողջությամբ չի իրացվել։ Նախագահները քննարկել են գործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության ոլորտներում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Կողմերը նշել են, որ Հարավային Կովկասում ձևավորված նոր իրավիճակը կարող է լրացուցիչ հնարավորություններ բացել գործակցության խորացման համար։ Այս համատեքստում ընդգծվել է խաղաղության, կայունության եւ հաղորդակցությունների զարգացման կարեւորությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի հայտարարությունները, թե հարավկովկասյան երկաթուղիների կողմից հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը որոշակի մրցակցային կորուստներ է ստեղծում հանրապետության համար, նաև այդ կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրներին զիջելու առաջարկները, մեղմ ասած, տարօրինակ են, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Նա նշել է, թե նախնական գնահատականներով կոնցեսիոն պայմանագրի պոտենցիալ գնորդները պետք է վճարեն առնվազն $250 միլիոն իրավունքների եւ փոխհատուցման համար, տարեկան մոտ $40 միլիոն ծախսեն շահագործման ծախսերի համար, մոտ $400 միլիոն ներդնեն վնասված Իջևանի հատվածի վերականգնման, մոտ $200 միլիոն Վանաձոր Ֆիոլետովո հատվածի եւ մոտ $40 միլիոն Թուրքիայի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ հատվածների վերականգնման համար։ Հավելել են նա Շևցովի խոսքով հայկական երկաթուղային ցանցում բեռնափոխադրումների ծավալները հաստատված չեն, իսկ դրանց աճի ներուժը ակնհայտ չէ, մինչդեռ երաշխավորված է, որ դրանք կնվազեն, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։
Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ընդունվել է հեծի նոր բաժանոր դառնալու սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու սակագները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար մինչեւ 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրոէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները մինչեւ 55%-ով նվազեցնելու որոշումը գրել է հեծի տնօրենի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ Որոշումը ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը ենթադրաբար վաղը։ Հեծը ծառայում է մեր ժողովրդին, նշել է Պետրոսյանը։ Շարունակում ենք թողարկումը։ Իտալիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովին կանչել են երկրի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ պրոպագանդիստ Վոլոդիմիր Սոլովյովը լայվ ալիքի իր շոուի եթերում վիրավորել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, նրան անվանելով ֆաշիստ անասուն, նաև հայտարարել է, թե դավաճանությունը Մելոնիի երկրորդ անունն է։ Նա դավաճանել է Թրամփին, որին նախկինում հավատարմության երդում է տվել։ Ռուսաստանի դեսպանը տարակուսանք է հայտնել, որ իրեն արտաքին գործերի նախարարություն են կանչել ռուս լրագրողի խոսքերի պատճառով, որոնք հնչեցվել են իր սեփական մասնավոր առցանց այնուամենայնիվ, ինչպես հայտնել է Իտալիայի արտգործնախարարը, Ռուսաստանի դեսպանին պաշտոնական բողոք կներկայացվի։ Մեծար Նահանգների եւ Իրանի միջև հրադադարի ռեժիմը կպահպանվի, եթե հրադադար լինի Իսրայելի եւ Լիբանանի միջև։ Դա այն պայմաններից մեկն է, որոնք առաջադրել է Իրանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է կարգավորել Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը, ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ուղիներով։ Եթե նրանք ցանկանան նստել բանակցությունների սեղանի շուրջ, մենք պատրաստ կլինենք, բայց եթե նրանք ընտրեն պատերազմի ուղին, ապա Իրանը պատրաստ է նաև դրան, ասել է դիվանագետը միջազգային մուսնորությունները տեսաշարով։ Գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուկրաինայի Սևծովյան Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։ Նրա խոսքով վնասվել են նավամատույցները, պահեստները եւ երկաթուղային ենթակառուցվածքները։ Կուլեբան նաև նշել է, որ Զապորոժիայի հարավային հատվածում կայարանի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ նախատեսված հարձակումը հետաձգվել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի եւ վարչապետ Շեհբազ Շարիֆի խնդրանքով։ Նրա խոսքով պատճառը նաև այն է, որ Իրանի ղեկավարությունում արկա են ներքին տարաձայնություններ եւ Վաշինգտոնը սպասում է միասնական առաջարկի ներկայացման։ Թրամփը նշել է, որ ամերիկյան զինուժին հրահանգվել է շարունակել շրջափակումը եւ մնալ լիարժեք պատրաստվածության մեջ։ Միաժամանակ նա հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև Իրանի կողմից առաջարկ ներկայացվի եւ բանակցություններն ավարտվեն։ Իրանը չի բացառում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները։ Reuters-ի փոխանցմամբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանը կարող է մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Պակիստանում նախատեսվող բանակցություններին, եթե Վաշինգտոնը հրաժարվի ճնշումների եւ սպառնալիքների քաղաքականությունից։ Նրա խոսքով Իրանը մերժում է այնպիսի բանակցությունները, որոնք միտված են կապիտուլյացիայի։ Պաշտոնյան նշել է, որ միջնորդի դեր ստանձնած Պակիստանը շարունակում է ջանքերը համոզելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին վերացնել ծովային շրջափակումը եւ ազատ արձակել իրանական դրոշի ներքո նավարկող բեռնանավն ու անձնակազմին։ Թեհրանը նաեւ մեղադրել է Վաշինգտոնին լարվածությունը նվազեցնելու փոխարեն նոր խոչընդոտներ ստեղծելու մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշնանը նախատեսված Պետդումայի ընտրությունները կանցնեն բարդ պայմաններում։ Նրա խոսքով քվեարկությանն առաջին անգամ կմասնակցեն նաև Ռուսաստանի հետ վերամիավորված 4 տարածաշրջանների բնակիչները։ Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի հակառակորդները կփորձեն պառակտում մտցնել եւ ապակայունացնել հասարակությունը, սակայն այդ փորձերը ըստ նրա կկանխվեն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լիբանանում եւ տարածաշրջանում երկարաժամկետ կայունությունը հնարավոր է միայն մի քանի հիմնական պայմանների կատարման դեպքում։ Նրա խոսքով անհրաժեշտ է իսրայելական զորքերի դուրսբերում Լիբանանի տարածքից, Հեզբոլահի զինաթափում, լիբանանյան իշխանությունների կողմից միջազգային աջակցության պայմաններում, նաեւ երկրի հատկապես հարավային շրջանների վերակառուցում։ Մակրոնը նշել է, որ Հեզբոլահը ռազմավարական սխալ է թույլ տվել Լիբանանը պատերազմի մեջ ներքաշելով եւ պետք է դադարեցնի հարձակումներն Իսրայելի վրա։ Նա նաև կոչ է արել Իսրայելին հրաժարվել տարածքային նկրտումներից եւ ընդունել, որ իր անվտանգության լավագույն երաշխիքը ուժեղ լիբանանյան պետությունն է։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի մասնագետներն ավարտել են Դրուժբա նավթամուղի վնասված հատվածների վերականգնումը եւ խողովակաշարը կարող է վերսկսել աշխատանքը։ Նրա խոսքով, թեև երաշխիք չկա, որ Ռուսաստանը կրկին չի թիրախավորի ենթակառուցվածքը, սակայն համակարգի գործարկման համար անհրաժեշտ հիմնական պայմաններն արդեն ապահովված են։ Զելենսկին նշել է, որ Կիևն այժմ սպասում է Եվրամիության նոր օգնության փաթեթի հաստատմանը։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։